այն թավշյա է, քաղցր և աներևակայելի հյութալի, բայց արդյոք այն այնքան պարզ է, որքան թվում է։ Այսօր մենք դեղձը կքննենք մոլեկուլների մակարդակով։ Դուք կիմանաք, թե ինչու են դեղձերն օգտակար ձեր սրտի և մաշկի համար, ում է այն կտրականապես արգելված և ինչու է նեկտարինը պարզապես սափրված դեղձ։ Իսկ վերջում ես կբացահայտեմ գլխավոր գաղտնիքը՝ ինչ անել, եթե կարծում եք, որ դեղձից ալերգիա ունեք։ Սկսենք լավից։ Դեղձը միայն աղանդեր չէ, այն դեղատուփ է։ Նախ վիտամիններ C և A։ Սա հզոր դուետ է իմունիտետի և սուր տեսողության համար։ Բացի այդ, վիտամին C-ն օգնում է ձեր մաշկին փայլել, խթանելով կոլագենի արտադրությունը։ Երկրորդ՝ կալիում։ Մեկ խոշոր դեղձի մեջ այն կազմում է օրական նորմայի մինչև 10%։ Սա ձեր սրտի լավագույն ընկերն է, այն օգնում է վերահսկել ճնշումը։ Եվ երրորդ՝ բջջանյութ։ Այն օգնում է մարսողությանը և կերակրում է ձեր աղիքների օգտակար բակտերիաների բանակը։ Ընդ որում, դեղձի մեջ ընդամենը 40-50 կալորիա կա։ Կատարյալ է։ Բայց եկեք անկեղծ լինենք, իդեալական մթերքներ գոյություն չունեն։ Ուշադրություն, երբեք, լսում եք, երբեք մի կերեք կորիզների միջուկը։ Դրանք պարունակում են ամիգդալին, որը օրգանիզմում վերածվում է ցիանիդի։ Դա թույն է։ Շաքարախտով տառապող մարդիկ պետք է զգույշ լինեն, դեղձի մեջ շաքար կա, այնպես որ հաշվեք ածխաջրերը։ Իսկ եթե ունեք աղիների գրգռման համախտանիշ, դեղձը կարող է փքվածություն առաջացնել։ Իսկ հիմա փաստեր, կարծում էիք դեղձը Պարսկաստանից է։ Բոլորովին ոչ։ Նրա հայրենիքը Չինաստանն է, որտեղ այն մինչ օրս համարվում է երկարակեցության խորհրդանիշ։ Դեղձը վարդի և նուշի մոտաբարեկամն է։ Այո, նրանք նույն ընտանիքից են։ Եվ գլխավոր առասպելը։ Նեկտարինը հիբրիդ չէ։ Դա նույն դեղձն է, որի մոտ փչացել է թավշոտության համար պատասխանատու գենը։ Պարզ ասած, նեկտարինը սափրված դեղձ է։ Իսկ հիմա այն նրբությունը, որի մասին խոստացա։ Շատերը բողոքում են ալերգիայից, քորբերանում, կոկորոթի խզխզոց, դեղձ ուտելուց հետո։ Այսպիսով, 90 դեպքում մեղավորը ոչ թե պտղամիսն է, այլ այս թավշյա աղվամազը, դրա մեջ է կենտրոնացած ալերգեն սպիտակուցները, իսկ պտղամիսը հաճախ բոլորովին անվտանգ է։ Ինչ եզրակացություն։ Եթե չունեք ծանր անաֆիլակտիկ ռեակցիա, փորձեք պարզապես մաքրել դեղձը կամ կերեք նեկտարին, կամ ավելացրեք դեղձը թխվածքի մեջ, թաքացնելիս ալերգենները քայքայվում են։ Իզմի ձրկեք ձեզ հաճույքից։ Դեղձը զարմանալի միրգ է, օգտակար, հնագեց և բնավորությամբ։ Կերեք այն ճիշտ, վայելեք ամռանը համը և եղեք առողջ։